Իրան-Իսրայել հակամարտությունը համեմատաբար նոր է պատմական առումով և սկսվել է հիմնականում 1979 թվականից հետո, մինչև 1979 թվական, մինչև Իրանի իսլամական հեղափոխությունը Իրանը և Իսրայելը փաստացի դաշնակիցներ էին։ Իրանի շահ Մուհամմադ Ռեզա Փահլավիի օրոք երկու երկրները բավականին լավ համագործակցում էին ռազմական ոլորտում, հետախուզական մակարդակով, նավթի և առևտրի հարցերում։ Չնայած Իրանը պաշտոնապես չէր ճանաչում Իսրայել պետությունը, հարաբերությունները գործնականում լավ էին։ 1979 թվական շրջադարձային կետ։ 1979 թվականին իսլամական հեղափոխությունից հետո առաջնորդությամբ Ռուհոլլա Խոմեյնիի Իրանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը։ Նոր իսլամական իշխանությունը Իսրայելին հայտարարեց անօրինական պետություն, Իսրայելը կոչեց սիոնիստական ռեժիմ, սկսեց աջակցել Իսրայելի հակառակորդ խմբավորումներին։ Լիբանան և Պաղեստինյան հարց։ 1980-ականներից Իրանը աջակցում է լիբանանյան Հոզբոլլահ կազմակերպությանը, որը Իսրայելի դեմ է պայքարում։ Նա նաև աջակցում է պաղեստինյան Համաս շարժմանը։ Սա դարձավ փոխանորդական պատերազմ ուղիղ լայնածավալ պատերազմի երկու երկրների միջև։ Միջուկային լարվածություն 2000-ականներ։ Իսրայելը Իրանի միջուկային ծրագիրը համարում է գոյաբանական սպառնալիք։ Իրանի և համաշխարհային ուժերի միջև 2015 թվականին կնքված համաձայնագիրը Իսրայելը քննադատում էր, պնդելով, որ այն բավարար չէ։ Բացահայտ ռազմական բախումներ։ Վերջին տարիներին, հատկապես Սիրիայի տարածքում, Իսրայելը բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանի հետ կապված ուժերին։ 2024 թվականին առաջին անգամ Իրանը ուղղակի հրթիռային և անօդաչու հարվածներ իրականացրեց Իսրայելի ուղղությամբ, ինչով հակամարտությունը դարձավ ավելի բաց և վտանգավոր։ Իրան-Իսրայել հակամարտությունը փաստացի փաստորեն սկսվել է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, երբ Իրանը որդեգրեց կտրուկ հակաիսրայելական քաղաքականություն։ Մինչ այդ նրանք ոչ միայն թշնամիներ չէին, այլև համագործակցում էին, ինչպես նշեցինք ավելի վաղ։